Բարև ձեզ, եթերում Աբդել լրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Նախ օրվա մասին, մայիսի 1-ն աշխարհի 100-ից ավելի երկրների տոնացույցում կարմիրով է նշված, աշխատավորների միջազգային օրն է։ Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում։ Տոնը պատմության մեջ մտավ 1884 թվականին, երբ Ամերիկայում և Կանադայում ցույցեր կազմակերպվեցին աշխատանքային գրաֆիկը 8 ժամյա դարձնելու պահանջով։ Ցույցերի ժամանակ անգամ զոհեր են եղել։ Խորհրդային Միությունում մայիսի 1-ը նշվում էր մեծ շուքով, մասնակցում էին գրեթե բոլորը։ Սովետական Հայաստանում տոնը նշվել է 1921 թվականից։ Ամեն տարի մարդիկ երթով անցնում էին քաղաքի փողոցներով, այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը։ Օրը ոչ աշխատանքային է։ Արժանապատիվ աշխատանք, վարձատրություն ու աշխատանքային միջավայր ունենալու պահանջով մայրաքաղաքում երթ է անցկացվել։ Մասնակիցները պաստառներով անցել են քաղաքի փողոցներով։ Արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած քայլերթի նպատակն այն է, որ մեր երկրում նվազագույն աշխատանքը համարժեք լինի նվազագույն սպառողական զամբյուղին, ապահովեն աշխատանքային արժանապատիվ պայմաններ։ Երթն այս տարի կրում է արժանապատիվ աշխատանք խորագիրը։ Բոլորս ունենք կարևոր իրավունքներ, որոնց համար պիտի լինենք պահանջատեր, և դրա համար ունենք արհմիություններ։ Մի հսկա կառույց, որը պիտի ճիշտ աշխատեցնել մեր իրավունքների համար, աշխատեցնել հանուն մեր իրավունքների համար։ Արհմիությունները ամեն օր պետք է պայքարեն ու պայքարում են այդ իրավունքների համար, որպեսզի մենք ունենանք առավել առողջ աշխատանքային միջավայր, ունենանք ճիշտ կնքված աշխատանքային պայմանագրեր, ունենանք ճիշտ կնքված առողջ և անվտանգ պայմաններով կոլեկտիվ պայմանագրեր, կարողանանք պաշտպանել մեր կոլեկտիվ շահերը։ Եվ սրա պատճառով է, որ այսօր բոլորս միահամուռ հավաքվել ենք և իրականացնում ենք մեր երթը։ Բնական է այստեղ բոլորս արհմիութենականներ ենք, նաև ուղղակի աշխատողներ, որոնք մտածում են իրենց իրավունքների մասին, գիտակցաբար են եկել երթին և ուզում են, որ այդ իրավունքները պաշտպանված լինեն։ Աշխատանքային հարաբերությունները ըստ էության 3 փուլ են անցնում, հակիրճ ասեմ, ծագումը, ընթացքը և ավարտը։ Եվ բոլոր 3 փուլերի վերաբերյալ մենք պիտի տեղեկացված լինենք որպես աշխատողներ։ Այսօր արհմիություններում ներգրավում են նաև երիտասարդներ, որոնք մտածում են իրենց ապագայի մասին, որոնք մտածում են ունենալու առողջ անվտանգային պայմաններ իրենց աշխատանքային միջավայրում, որոնք գիտակցաբար են դառնում արհմիության անդամ, և հասկանում են, որ այս կառույցը ժամանակով ապացուցված կառույց է, և ամբողջ աշխարհում ժամանակով ապացուցված կառույց է, որի միջոցով կարող եք ներկայացնել և պաշտպանել ձեր իրավունքները։ Դա կառույց է, որտեղ աշխատում են բոլորը մեկի հետ, մեկը բոլորի հետ։ Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետը։ Մեջբերում եմ։ Աշխատանքն իհարկե անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության և կրթվելու վրա։ Խոսել գիտելիքն ընդլայնելու հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել դա, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով, խոսքն ամփոփել է վարչապետը։
Ուղերձ է հղել նաև Հանրապետության նախագահը։ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել աշխատավորներին, որոնք ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը, հատուկ երախտագիտություն է հայտնել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր դժվարին պայմաններում շարունակում են բարեխղճորեն կատարել աշխատանքային պարտականությունները։ Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործական մոտեցմամբ եւ նվիրվածությամբ։ Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները եւ ստեղծել նոր արժեքներ, շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի։ Այսօր էլ մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում։ Մայիսի 1-ը հարմար առիթ է նաև գնահատելու մեր ձեռքբերումները եւ ուրվագծելու ապագա զարգացման ուղիները։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն եւ աշխատել արժանապատիվ պայմաններում, ասված է ուղերձում։ Մայիս 1-յան տոնակատարություններին, աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա ընկալումներին հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի բարեկամներ, ինչպես ընդունված է ասել, կեցե մայիսի 1-ը եւ այսօր բոլորը այս կամ այն կերպ անդրադառնում են աշխատող եւ արարող մարդուն։ Արդեն նկատեցիք, որ հիմնական շնորհավորական ուղերձները, որ հնչել են արդար աշխատանքի եւ ազնիվ վաստակի տրամաբանության շուրջ էին պատտվում, ինչը իհարկե միանշանակ գովելի է։ Այսպիսով, ընդհանրապես մեր հասարակության մեջ արժանապատիվ աշխատանքի եւ արդար վաստակի շուրջ զրույցները ավելի հաճախակի պիտի տարվեն, քանզի, ինչպես գիտեք, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում, այնպես էլ մեզ մոտ, պետություն, հասարակություն, աշխատանք, աշխատող, աշխատավարձ այս հարաբերությունները մեղմ ասած այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում։ Մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը դեռ հիշում է այն չակերտավոր երանելի տարիները, երբ չէինք աշխատում, ապրում էինք, երբ գրանցված չէինք, բայց գործի էինք գնում, երբ աշխատելու պարագայում էլ ինչ կար չկար ըստ հնարավորության կրում եւ տանում էինք տուն։ Իդեպ ես տարիներ առաջ մի այդպիսի միջոցառման էի մասնակցում, որտեղ հավաքվել էին ժամանակի իրոք մեծ գործերի տեր ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ, մեկը հպարտությամբ պատմում էր, թե ինչպես է կոնյակի գործարանից քանի արկղ կոնյակ հանել դուրս, հասկանում եք, չէ, ապօրինի ճանապարհով։ Մյուսը միս կոմբինատի թալանից էր գլուխ կովում, թե ինչեր է արել ժամանակին։ Երրորդը ծխախոտի ֆաբրիկայից էր պատմում, թե քանի արկղ է դուրս անել եւ այսպես շարունակ։ Այսպիսով, հետո վերջում նրանք գավաթ բարձրացրեցին ու հայհոյանքներով հիշեցին որոշ մարդկանց, ովքեր, ինչպես նրանք էին ասում, քանդեցին այդ հրաշք երկիրը։ Աստված իմ, ես մտածում էի, ինչի իրանցից բացի ուրիշ մարդ էլ է քանդել, երկիրը այդպես է քանդվում, չէ, երբ գործի գլխին գտնվող մարդը ինչ կա չկա կրում տանում է տուն կամ ստեփականաշնորհում է։ Հիմա էլ մեզ մոտ։ Իդեպ շատ կարևոր մի դիտարկում կա այստեղ, ես վստահ եմ, որ այդ ժամանակներում իհարկե ազնիվ ու արդար աշխատող մարդիկ եղել են, իհարկե եղել են, ինչ խոսք, հարգանքս նրանց, բայց իմ անդրադարձը բոլորովին այլ մեծամասնության մասին է։ Մեր հասարակության մեջ դեռ ազնիվ աշխատող մարդուն, կներեք այս բառից համար, հարիվ են կոչում, ամբաշար են կոչում, ինչը մենակ աշխատավարձի հույսին ես, ինչը չեմ հասկանում, այդքան անճար ես, կամ որոշ ավելի վատ պարագայում ասում են, ինչ է տղամարդ չես, այդպես է չափվում տղամարդկությունը։ Ու այսպես տարեց տարի երկրի ու պետականության հիմքից քարեր գողանալով ու տուն տանելով քանդել ենք մեր երկիրը, փոխարենը կառուցել ենք իհարկե տուն, այգի, առանց գիտակցելու, որ ինչքան էլ ամուր կառուցես տանդ պատերը, եթե երկրիդ հիմքերը ամուր չեն, այն ուղղակի գրոշի գիդ անգամ չունի։ Ստեփանակերտի հաստ պատերով պարսպապատված այն առանձնատները հիշում եք, չէ՞։ Ավել բան չեմ ասում։ Երբ մենք խոսում ենք ներկա սոցիալ-տնտեսական կյանքի մասին, պիտի հասկանանք, որ տասնամյակներով մեր հասարակության մի զգալի շերտ ուսման վկայականներ պարզապես գնել է փողով։ Կոնյակ բամբաներկա հարաբերակցությամբ դիպլոմի գույներ է փոխել, դարձել է գերազանց ավարտ, վարորդական իրավունքները նվեր ստացել։
եւ կփաստեք, որ պաշտոնյայի կանայք անպայման պիտի դպրոցում աշխատեին։ Հետո էլ տարբեր տոների շրջանակներում պատե անպատե առիթների թանկագին նվերներ պետք է ստանային ու այսպես տարբեր բաներ։ Հարկ վճարելու մասին ընդհանրապես խոսք անգամ չկա։ Ինչ հարկ, դա ինչ բան է։ Գիտեմ, հիմա մեզ լսողներից շատերը գուցեև արդարացի հարց են տալիս։ Ռաֆայել, իսկ ինչ է, հիմա այդպես չէ։ Դե գուցեև այդպես է։ Ես վստահ չեմ, բայց երբ որ Երևանում տեսնում եմ երիտասարդների կամ պատայների, 15, 16, 17 տարեկան պատայների, ովքեր աշխատում են, էլ առաքիչ, էլ խանութներում տարբեր գործերի, տոպրակ բացող, փակող, դասավորող աշխատում են, մի տեսակ լավատես եմ դառնում։ Պատանին, ով դեռ մասնագիտություն էլ չունի, նա աշխատում է, նա վաստակում է, գուցե եւ տուն է պահում, ով գիտի, կամ ուսման վարձ է հավաքում, որպեսզի վճարի։ Ես այդպեսին շատերին եմ ճանաչում, ովքեր գիշերը աշխատում են, ցերեկը սովորում։ Տարիներ առաջ դրա համար բակում այդ թաղային բարքերի տեսանկյունից մարդ կարող էր ուղղակի ծեծի ենթարկվել, որ սրճարանում մատուցող է աշխատում։ Դա ինչ բան է, մատուցողների հետ գիտեք ոնց էին վարվում։ Բայց ծնողի պարագայում եւս ոչ միանշանակ վերաբերմունք կարող էր լինել։ Ծնողը կթողներ, որ իր զավակը գնար աշխատեր, այն էլ սպասարկման ոլորտում։ Գնամ մեռնեմ էլի, որ իմ տղեն աշխատի սպասարկի մեկին, ու այդպես շարունակ։ Նա պիտի չաշխատի ու ապրի, ասում էին շատ-շատերի ծնողները։ Դե, այդ չաշխատող ապրողների ձեռքից ենք մենք այս օրը ընկել։ Այդ չաշխատող ապրողները տիրացան մեր աշխատասեր ու ազնիվ ժողովրդին ու իրենց բարքերը փաթաթելով ստրկացրեցին։ Անկամ իմ դպրոցական տարիներն եմ ես հիշում, շատերը տղաների մեծ մասը դպրոց էին գալիս առանց գիրք ու տետրի։ Ոչ թե չունեին, ունեին, պարզապես ամոթ էր։ Դպրոց գնալ գիրք ու տետրով ամոթ էր։ Դե, հիմա ինձ ասացեք խնդրեմ, էլ ծուր ժողովրդի սինդրոմը ոնց է լինում։ Դե դպրոց թուղթ ու գրիչով չգնացիք, հետո էլ դատարաններում սկսեցիք թուղթ ու գրիչով ստորագրել ձեզ մեղսագրվող հանցանքների տակ։ Ու այդպես էլ գողապետությունը արմատացավ։ Այսօր մայիսի 1-ն է, բարեկամներ, աշխատավոր մարդու օրը, եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ազնիվ ու արդար աշխատավարձով հնարավոր է կերտել արժանապատիվ կյանք։ Ես ուզում եմ հավատալ, որ կիրթ ու ուսյալ քաղաքացին կկարողանա առանց արտագաղթի մասին մտածելու գործի անցնել, վաստակել, ապրել ու շենացնել իր տունն ու երկիրը։ Ես հավատում եմ, որ սրանք պարզապես խոսքեր չեն, որ պիտի հնչեն տոնի շրջանակներում։ Ես հավատում եմ, որ այս ամենը իրապես գաղափարախոսություն է, որ պիտի դառնա յուրաքանչյուր ազնիվ ու հայրենասեր մարդու կենսակերպ։ Մտածեք այս ուղղությամբ։ Շարունակենք։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Հիշեցնենք, Գաբրիելյանն ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները նրա աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել։ Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է բարձրագույն դատական խորհրդին։ Բարձրագույն դատական խորհուրդը 2 միջնորդություններն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը փաստորեն բավարարել է։ ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները, հաշվի առնելով, որ քրեական հետապնդում է հարուցվել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը շուրջ 5 տարի է քննվել է Սահմանադրական դատարանում, դառնալով սահմանադրական արդարադատության աննախադեպ երկար քննված գործ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառումը Սահմանադրական դատարանի որոշմամբ համատեքստում քննարկման ժամանակ հայտարարել են փաստաբանները։ Իրավաբանների գնահատմամբ ի հեճուկս նրա, որ Սահմանադրական դատարանն այդ օրենքը հակասահմանադրական չի ճանաչել, այնուամենայնիվ բռնագանձման ենթակա գույքը պետք է կապ ունենա հանցանքի հետ, ինչպես նաև տվյալ պաշտոնյան այդ գույքը պետք է ձեռք բերած լինի համապատասխան պաշտոնը ստանալուց հետո։ Մասնագետները դժվարանում են օրենքը հակասահմանադրական անվանել, բայց շեշտում են այն թերի է։
Անձը մեղադրվում էր ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ, դրա հիման վրա սկսում ենք ուսումնասիրել ու գնում ենք բռնականացում ենք լրիվ ուրիշ գույք։ Այս սա ինքնին հակասահմանադրական է, դրա համար սահմանադրական դատարանն ասեց, այ եթե ուսումնասիրություն սկսելու հիմքը հանդիսացել հանցագործության փաստը, կներեք, կարող եք բռնականացնել բացառապես, ու այստեղ նորից ուզում եմ ուժեղ կոնկրետ ցիտում է Յորդանովի գործը, հանցագործության արդյունքում ստացված գույք ձևակերպում է։ Կապը ուղիղ անուղղակի է, ինչ է հանցագործության արդյունքում ստացված գույքը։ Ու ընկալվում է, որ նաև այդ գույքի վերափոխումից ստացված գույքը։ Ճիշտ է, սահմանադրական դատարանը վերացական հսկողության շրջանակներում ճանաչեց օրենքը սահմանադրական, բայց բնականաբար հետագայում անհատական դիմումների տեղիք է տալու, ինչպես թե սահմանադրականության մարդու իրավունքների քննարկման եւ սահմանադրականության հարցի բարձրացման տեսանկյունից, այնպես էլ հետագայում նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում դրանց դիտարկման տեսանկյունից։ Սակայն նույն վերացական հսկողության շրջանակներում նաև սահմանադրական դատարանը շատ կարևոր արձանագրումներ իրականացրեց։ Ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արմավիրում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութին։ Մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրել է, որ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիրի քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չընթարկելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից, գրել է խոսնակը։ Տուժողի խոսքով ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել։ Դիմում է ներկայացվել գլխավոր դատախազին։ Նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Հիշեցնեմ, թաղապետարանում 3 ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան։ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին հաղորդում ներկայացնելու։ Միջազգային լրահոսին ծանոթացեք տեսաշարով։ Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են հազվագյուտ մետաղների համատեղ արդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը այսպիսով վերահաստատում է իր հանձնառությունը վերջ դնելու ռուս-ուկրաինական դաժան և անիմաստ պատերազմին։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարն էլ բարձր է գնահատել կողմերի ստորագրած փաստաթուղթը, համոզմունք հայտնելով, որ այն օգտակար կլինի թե Ուկրաինայի և թե Միացյալ Նահանգների համար։ Գործարքի համաձայն Կիևը կպահի վերահսկողությունը բոլոր ռեսուրսների, ընդերքի և ենթակառուցվածքների նկատմամբ, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում հիմնադրամի միջոցով գումարներ կհատկացվեն Ուկրաինայի վերականգնման համար։ Ուկրաինայի վարչապետի խոսքով համաձայնագիրը չի խոչընդոտի Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը։ Նաև հայտնի է, որ ըստ գործարքի Կիևը պարտքեր չունի ԱՄՆ-ին պատերազմի ընթացքում հատկացված ամերիկյան ռազմական օգնության համար։ ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է միավորվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմակայելու համար։ Պաշտոնը թողնելուց հետո իր ամենամեծ ելույթում Հարիսը ամերիկացիներին կոչ է արել միավորվել և ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումը։ Նա Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը անվանել է ժամանակակից նախագահական պատմության մեջ ամենամեծ մարդածին տնտեսական ճգնաժամը։ Ավելի վաղ ապրիլի 30-ին հաղորդվել էր, որ Թրամփը Քամալա Հարիսի ամուսնուն ազատել է Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանի խորհրդի անդամի պաշտոնից։
Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է առանձին բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Տագնապի ազդանշանով ստորաբաժանումները շարժվել են դեպի զորավարժությունների անցկացման շրջաններ, որտեղ ստուգվել են դրանց մանևրելու ունակությունը եւ հրամանատարական կազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։ Երեք գիշերը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքի վրա 5 Իսկանդեր M բալիստիկ հրթիռ է արձակվել եւ տարբեր տեսակի 170 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ առավոտյան ուկրաինական զինվորականները խոցել են 74 շահեդ տիպի գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի, Խարկովի, Սումիի, Դոնեցկի եւ Կիևի մարզերը։ Օդեսայում վնասվել են բազմահարկ բնակելի եւ մասնավոր տներ, սուպերմարկետ, դպրոց եւ մեքենաներ։ Քաղաքում մի քանի հրդեհներ են եղել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ 2 մարդ զոհվել է, եւս 15-ը վիրավորվել։ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում եւ Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո։ Հայտարարությունը արել է Նոր Զելանդիայի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միչելը։ Բացի այդ, մոտ 150 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիները հարվածել են երկրի մայրաքաղաք Վելինգտոնին, վնասելով տանիքներ, տապալելով ծառեր եւ փակելով ճանապարհներ։ Օդերևութաբանական ծառայությունը Վելինգտոնում քամու մասին նախազգուշացումը բարձրացրել է հազվագյուտ կարմիր մակարդակի, ավերիչ փոթորիկների եւ կյանքին սպառնացող վտանգի պատճառով, որը կարող է առաջանալ թռչող բեկորներից եւ ընկնող ծառերից։ Երուսաղեմը շրջապատող բլուրներում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դիմել է տասնյակից ավելի երկրների հրդեհաշիջման աշխատանքներում օգնություն խնդրելով։ Նշվում է, որ Իսրայելը բախվել է երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհներից մեկին։ Սաարի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նախարարը դիմել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Իսպանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։ Իսրայելը պաշտոնապես օգնություն է խնդրել նաեւ Հունաստանից, Կիպրոսից, Խորվաթիայից, Իտալիայից եւ Բուլղարիայից, քանի որ տեղական ռեսուրսները բավարար չեն արագ տարածվող հրդեհները զսպելու համար։ Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից։ Եթե դուք շրջանառության հարկ վճարող եք եւ իրականացնում եք առևտրական գործունեություն, ապա կարող եք օգտվել աջակցության ծրագրից եւ 2025 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների համար հետ ստանալ շրջանառության հարկի 5% շեմից ավելի վճարված գումարները։ Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին. 2024 թվականին իրականացրել եք առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել եք բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը, պարտադիր է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5%-ը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենաք չնվազեցված եւ փոխանցված գումար։ Միաժամանակ հարկային մարմին եք ներկայացել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Այսպես, թվարկված բոլոր պայմաններին միաժամանակ բավարարելու դեպքում առաջին եւ երկրորդ եռամսյակների համար կարող եք ստանալ փոխհատուցում, վճարված շրջանառության հարկի եւ նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5%-ի տարբերության չափով եւ լրացուցիչ փոխհատուցում, վճարված շրջանառության հարկի եւ իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով։ Եթե ունեք նաեւ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված եւ փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375 պատիկը։ Այժմ եկեք օրինակով հաշվարկենք, թե որքան կարող են կազմել աջակցությամբ վերադարձվող գումարները։ Եթե 2025 թվականի առաջին եռամսյակում ձեր առևտրական գործունեության եկամուտը կկազմի 5 միլիոն դրամ, ծախսերը 1 միլիոն դրամ, իսկ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումարը 100,000 դրամ, ապա գործող դրույքաչափերով առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կկազմի 305,000 դրամ։ Տվյալ դեպքում աջակցության գումարները կհաշվարկվեն հետևյալ կերպ. վճարված 305,000 դրամ շրջանառության հարկից կվերադարձվի 55,000 դրամ,
իսկ գումարից չնվազեցված եւ փոխանցված ծախսերի մասով 137.500 դրամ։ Այսինքն, առաջին եռամսյակում դուք կարող եք ընդհանուր ստանալ 192.500 դրամ փոխհատուցում։ Աջակցությունից օգտվելու համար պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում։ Առաջին եռամսյակի համար մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն ապրանքների ձեռքբերումները եւ նվազեցվող ծախսերն առավելապես փաստաթղթավորեն, ապա գործնականում կարող են վճարել ավելի ցածր շրջանառության հարկ, քան գործող դրույքաչափն է՝ 10%-ի փոխարեն 1%-ի չափով։ Եղեք իրազեկ։ Պետական եկամուտների կոմիտե։ Եվ եղանակի մասին։ Մայրաքաղաքում վաղը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում մայիսի 2-ից 4-ի գիշերը, իսկ 3-ին որոշ շրջաններում եւս անձրև կտեղա, առանձին վայրերում հորդառատ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 5 նիշով։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։